Ողջույն սիրելի հետևորդներ, տանիքներից դուրս ոդկասթը շարունակում է իր ընթացքը եւ այսօրվա մեր թողարկման ընթացքում մենք միասին կբացահայտենք, թե ինչպիսի թաքնված գաղտնիքներ, ինչու չէ նաեւ հնարավորություններ ունեն Շիրակի մարզի գյուղական համայնքները туриզմի զարգացման գործում։ Այսօրվա մեր հյուրն է Արփիլիճ ազգային պարկի զբոսաշրջության եւ բնապահպանության, ինչպես նաեւ հասարակության հետ կապերի մասնագետ Հրանտ Ոսկանյանը։ Հրանտ ջան, ողջույն, շնորհակալություն։ Ողջույն, Հրանտ, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար եւ այսօր խոսելու ենք, ինչպես արդեն նշեցի, Շիրակի մարզում, հատկապես գյուղական համայնքներում туриզմի զարգացման հնարավորությունների մասին։ Դուք որպես տվյալ ոլորտի մասնագետ, ինչպես եք գնահատում Շիրակի մարզի այսօրվա զբոսաշրջային պոտենցիալը։ Ունի արդյոք մեր մարզը դեռևս չբացահայտված ինչ-որ գաղտնիքներ կամ պոտենցիալ, որը կարելի է օգտագործել մարզում туриզմը նորովի ներկայացնելու համար։ Նախ խոսեմ նրանից, որ շնորհակալություն եմ հրավիրելու համար։ Ես ցույց նմանատիպ թեմաները խոսվելու, քննարկվելու, հանրությանը ներկայացնելու կարիք ունեն։ Աշխատում եմ զբոսաշրջության ոլորտում արդեն մոտավորապես 5 տարի։ Աշխատելով 5 տարի, տեսնելով բավականին բացեր եւ նաեւ դրական կողմեր, կարծում եմ, որ զբոսաշրջային պոտենցիալը հեռանկարը բավականին մեծ է։ Ուղղակի այստեղ խնդիրը նրանում է կանում, որ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, ճիշտ գնահատել, կարողանալով օգտագործել մեծ այդ դրական մեծ պլյուսները, որ ունեն, պետք է այնպես օգտագործենք, որ կարողանանք փակել այդ մինուսները, որոնք կան, շատերը անգամ մեզանից կախված չեն։ Դրանք զուտ ստեղծվել են աշխարհագրական դիրքով կամ այսինչ կամ այսինչ պատճառով, հա։ Եվ դրա համար կարծում եմ, որ զբոսաշրջային պոտենցիալը այդ պատճառով բավականին մեծ է, թե մշակութային զբոսաշրջության, թե գյուղական զբոսաշրջության առումով, թե էկոզբոսաշրջության առումով, ուղղակի պետք է ճիշտ կարողանալ գործիքը օգտագործել։ Իսկ ըստ ձեզ Շիրակի մարզը որպես տուրիստական ուղղություն, ինչով է տարբերվում մյուս մարզերից, ինչով է յուրահատուկ մեր մարզը։ Որպես զբոսաշրջային ուղղություն նախ պետք է նշեմ, որ մեր մարզի մարզկենտրոնը, մեր քաղաքի Գյումրին բավականին տարբերվում է։ Շատ զբոսաշրջիկներ հիմնականում ես զբոսաշրջային ուղղությունը որպես գիդ, էքսկուրսավար, հիմնականում աշխատում եմ ես արտասահմանյան զբոսաշրջիկների հետ, այսինքն դրսից եկած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ եմ աշխատում ու իրենց Գյումրի գալու հիմնական նպատակը մշակույթ տեսնելն է։ Բայց շատերը նաև գալիս են ոչ միայն մշակութային առումով, իրենց մշակութացիելով նկատի ունեմ, որ իրենք գալիս են տեսնելու են ինչ որ կարողացել են պահպանել ու ճիշտ ներկայացնել։ Ես չեմ կարծում, որ օրինակ մեր մայրաքաղաքը Երևանը ունի նույն մշակութային բազան արժեքները քան Գյումրին, բայց շատ զբոսաշրջիկներ դժգոհում են փաստից, որ մեր մայրաքաղաքում կորել է հինի եւ նորի սամանը, ոսկե միջինը, եւ իրենք չեն կարող այդ նորի մեջ գտնել հինը։ Ցավոք փաստ է, իսկ Գյումրիում իրենք հինը կարող են տեսնել, պահպանել հին դեմքը։ Այո, պահպան ճիշտ է։ Մենք փորձում ենք քաղաքում այդ նոր գործիքները ներդնել, հա, մեր որպես նաև ժամանակակից քաղաք ներկայացնել, բայց ամենայնիվ կարողացել ենք ինչ որ մակարդակում ինչ որ չափով պահպանել մեր արժեքները ու ներկայացնել, որը շատ մեծ դեր է խաղում այսօր, այսպես ասած, այդ առյուծի բաժինը, որ զբոսաշրջիկները գալիս են Գյումրի, թե ներքնա, թե արտաքնա, թե ներքին, ինքն է պատասխանատու, որ այդքան զբոսաշրջիկ են գալիս Գյումրի։ Ես շատ ուրախ եմ ու հուսամ, որ մեզ հաջորդողները, այսպես ասած, քանի որ կարծում եմ, որ ինքը այնպեսի բնույթ է, այնպեսի ոլորտ է, որ անտաշարունակական բնույթ է կրում ու հուսամ, որ մեր շարունակողները մշակութային ժառանգությունն ասվածը, հա, ավելի լավ կպահեն ու կփոխանցեն, քան հուսամ մենք։ Իսկ այդ շարունակականության մեջ, օրինակ, դուք տեսնում եք, որ ուղղությունը Գյումրիից տեղափոխվի օրինակ հարակից գյուղեր։ Գյուղերը ունեն այդ պոտենցիալը, որ իրենք կարողանան վերցնել այդ պատասխանատվությունը, որպեսզի մարզում туриզմը զարգանա այդ ուղղությամբ։ Առհասարակ զբոսաշրջության ոլորտից դուրս ասեմ, որ իմ կապը առհասարակ ընտանիքի կապը, հա, գյուղական համայնքների հետ բավականին մեծ է։ Ես սերում եմ օրինակ Շիրակի մարզի Նորքյան գյուղից, ընտանիքիս անդամներ մայրս Հովիտ գյուղից, կինս սերում է Ջրառատ գյուղից ու
այս կապը, ասեմ որ գյուղական համայնքների հետ բավականին մեծ տարբեր գյուղեր են, տարբեր տեղերում տեղակայված ու ամեն մի տեղ այցելելուց ամեն անգամ թե ամառը թե ձմռանը տեսնում ես որ ինչ որ ցկող, քաշող ինչ որ մի բան կա ու շատ դեպքերում ցավոք նկատում եմ այն որ նման դեպքերում այդ ցկտող, այդ քաշող, այդ տարը որ կա, շատերի դեպքում ինքան տեսված է։ Իսկ ինչով է դա պայմանավորվում։ Չգիտեմ ինչով է պայմանավորվում, չգիտեմ, գիտենք թե չէ, բայց նոր կյանքում կա 5-ից 6-րդ դարերի եկեղեցի, որը ցավոք կիսատ է պահպանված, բայց գյուղացիների կողմից պահպանված է, չգիտեմ վերանորոգված է թե չէ, չեմ կարող ասել, բայց վերջին տվյալներով ինչպես որ ես գիտեմ, դեռ վերանորոգված չէ։ Շատերը չգիտեն դրա մասին։ Այսինքն ներկայանալու խնդիր կա ավելի շատ։ Ավելի շատ կարծում ներկայանալու խնդիր կա, այսպես PR ասվածի խնդիրն է մի քիչ մեր Գյումրիում, մեր մարզում։ Ես անձամբ PR-ի մասնակից չեմ կարող ճիշտ ստույգ գնահատական տալ, բայց զուտ որպես զբոսաշրջային ոլորտի անհատ եւ զուտ Գյումրեցի, հա, այսպես ասած, կարող եմ ասել, որ մենք PR-ի բավականին մեծ խնդիր ունենք, բավականին մեծ, ճիշտ ներկայանալու։ Իսկ այդ հարցը ըստ ձեզ ովքեր են լուծելու, ասենք, օրինակ պետությունը, պետական մարմինները, թե օրինակ գյուղացիները ինքնակազմակերպվեն կամ ինքնակրթվելով հասնեն այն մակարդակի, որ իրենք կարողանան իրենց գյուղը որպես պրոդուկտ ներկայացնել։ Հրաչ ջան, այս հարցին մի քիչ ստույգ պատասխանելու եղբայր դժվար կլինի, բայց իմ կարծիքով ասեմ, որ եւ նա կարող եմ ասել, որովհետեւ այսօր եթե հետ դառնանք, հա, նայենք համասարանական նստարաններին, այսօր ուսանողների մեծ մասը գյուղերից են, կարելի ասել։ Այսինքն իրենք այդ համապատասխան գիտելիքը ստանում են, գիտեն ինչպես անել։ Դրա համար կարծում եմ, որ գյուղերը նույնպես կարող են իրենց սեփական միջոցներով ինչ որ միջոցառումներ կամ ինչ որ ծրագրեր կազմակերպել, որը կբերի փառատոններ, շատ են կազմակերպում, գիտեք ինչ որ ճանաչության անոր բուսրիչներ կբերի, նաև պետության այդ ասպեկտը պետք է չմոռանալ, քանի որ այսօր համայնքը պետության այն կորիզն է, հա, կարելի ասել ու ինձ թվում է, որ ավելի շատ ճիշտ է ներկայանալիս մենք ամենառաջին մտածում ենք մայրաքաղաքի կամ երկրորդ քաղաքի կամ ըստ կարևորության ու խոշորության քաղաքների մասին, բայց ամենայնիվ կարծում եմ, որ պետությունը պետք է չմոռանա, որ երկրի կորիզը համայնքն է, գյուղն է ու համապատասխան ուշադրությունը պետք է տրվի, այո, ուղղվի եւ ինձ թվում է այդ դեպքում երբ որ ու ինչ որ գործնական փոխհարաբերակցություն ստեղծվի երկու կողմերի մեջ, այո, այո, ինձ թվում է բանք ստացվի ու նամանատ մեր մարզի օրինակով կարող եմ ասել, մեր հասակակիցները, թե ինձանից մեծերը, թե ինձանից փոքրները բավականին եռանդուն հետ հերանեկարը բոլորն էլ տեսնում են, շատ-շատերը անգամ ստեղծում են ինչ-որ բան, փորձում են ստեղծել, շատ միջոցառումներ լինում են ու մասնակցում են, ասում եմ զուտ աջակցության խնդիրն է, որ մի քիչ աջակցեն, հնարավոր է ինչ-որ մի լավ բան ստացվի։ Ես նույնպես մի փոքր առնչություն ունեմ այս ոլորտի հետ ու բավականին հաճախ լսում եմ այսպիսի արտահայտություն, որ մարզում, թե Գյումրիում, թե Շիրակի մարզում մեկ օրվանից ավել մնալու իմաստ կամ ինչ-որ շարունակականություն չկա։ Օրինակ ըստ ձեզ ինչպիսի ենթակառուցվածքներ են բացակայում, որ զբոսաշրջիկները մի քանի օր անցկացնեն մեր մարզում։ Ինչպես նշեցի, մարզում առհասարակ ոչ միայն մշակութային զբոսաշրջության վրա կարելի ուշադրություն դարձնել, նաև գյուղական եւ էկո զբոսաշրջության վրա, ու ասեմ, որ ես անձամբ երբ փորձում եմ իմ զբոսաշրջային անհատ գործունեությունը ծավալել, ես առհասարակ մեծ ուշադրություն եմ դարձնում Մարտպիլի ազգային պարկին։ Բացի նրանից, որ ես աշխատում եմ այնտեղ, չաշխատելով այնտեղ ես տեսնում եմ այնտեղած մեծ հեռանկարը։ Տարվա մեծ մասը այնտեղ ձյուն է, ցուրտ է, հա, ու այդ պայմանները կարելի է նաև, ինչպես ասեմ, մեդալի հակառակ կողմը տեսնել։ Այսօր շատ Շիրակի մարզի ներկայացուցիչները, հա, Շիրակի մարզում բնակվող անհատներ գնում են հասնում են Եղեգի Պատրուշ կամ գնում են հասնում են Ծաղկաձոր, այդ ծմերային զբոսաշրջության, հա, ծառայություններից օգտվելու համար։ Բայց իմ կարծիքով, եթե ոչ միայն պետության, բայց նաև պետության, նաև անհատների կողմից այդ ուշադրությունը, որ մի քիչ թեքվի նաև այդ կողմ, այսօր Շիրակի մարզ եկած զբոսաշրջիկը կունենա ցանկություն 3-ից 4, 5, 6 օր մնալու տարբեր զբոսաշրջային ծառայություններից օգտվելու, որի մեջ կարող է մտնել նաև ագրոտուրիզմը, գիտենք ազգային պարկի
տարածքում, հարակից տարածքում գրեթե բոլոր համայնքներ են ու այդ համայնքները կարելի է գտնվում են սահմանային խաչմերուկում, Հայաստան, Վրաստան, Թուրքիա խաչմերուկում են գտնվում ու զբոսաշրջիկները որ գալիս են շատ-շատերի համար առաջին տպավորությունը, առաջին դեմքը, առաջին տեսքը գալիս է Արպիլիջից ու Արպիլիջը շրջապատող համայնքներից։ Այսինքն շատ զբոսաշրջիկներ, որոնք գալիս են մեքենաներով, այդ մեքենաները, գիտենք, դրանք ոչ միայն շատերը գալիս են այնպիսի մեքենաներ, որոնք ոչ միայն տրանսպորտային միջոց են, նաև կարծես տուն լինեն մեքենաներ։ Այո, տուն տնակներով, ասեմ որ զբոսաշրջության մեջ բավականին տարածված երևույթ են անոնց եվրոպական երկրների համար ու շատերը վարելով գալիս են իրենց մեքենաները։ Երբ որ գալիս են, ես շատ դեպքերում ուղղորդում եմ, որ Արպից անպայման գնացեք Գյումրի, տեսեք այնտեղ էլ ու 2-ից 3 օր իրենց շրջագայությունը տևում է, չգիտեմ Գյումրից հետո գնում են արդեն մյուս մարզեր կամ մյուս զբոսաշրջային ուղղություններ Հայաստանում, չեմ կարող հաստատ ասել, բայց միասին փոխկապակցվածությունը բավականին մեծ է։ Ցանկություն կլիներ, որ օրինակ եթե գային, ասեի, որ գնացեք Պերտաշեն կամ գնացեք Պաղական, որտեղ գնացվել է Հայաստանի Հանրապետության երբևէ ամենացածր ջերմաստիճանը, այստեղ ինչ որ մի հատ ծառայություն կա կամ ինչ որ մի կենտրոն կա, որ կարող եք գնալ, ես հասկանում եմ, որ մենք մեզանից էլ է շատ որպես առասարակ փոխակ շատ բան է մեզանից կախված, բայց ամենայնիվ մենք պետություն ենք, մենք միասնություն ենք ու կարծում եմ, որ եթե ճիշտ ստեղծվի այդ համայնք ազգային պարկ կամ պետություն այդ կապը ճիշտ լինի, բավականին մեծ զարգացում կլինի ու ձմեռային զբոսաշրջության համար մարդիկ չեն դիտարկի միայն Ծաղկաձորը որպես առաջնային կամ Եղի Պատրուշը, նաև կցանկանան գալ օրինակ Արպիլիջ ազգային պարկ։ Իսկ ըստ որն է Շիրակի մարզի դեռևս չբացահայտված կամ չօգտագործված տուրիստական հնարավորությունները, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել կամ արդեն սկսել օգտագործել։ Չեմ ուզում նույն երկը երկել, ինչպես ասում եմ ասացվածքում, բայց պիտի ասեմ, չեմ կարող չասել։ Ես շատ եմ սիրում իմ աշխատավայրը, Արպիլիջը, ազգային պարկ Պողակը, շատ եմ կապվել, անգամ մագիստրոսական թեզի շրջանակներում ամբողջ երկրորդ գլուխս գրել եմ Արպիլիջի մասին։ Ցավոք սրտի մենք Արպիլիջի ուրեմն Արպիլիջ ազգային պարկ Պողակի աշխատակիցների շրջանակներում կատարում ենք կրթատասիրակչական դասընթացներ։ Շրջում ենք դպրոցներով, դա շրջակա միջավայրի նախարարության եւ կրթության եւ սպորտի նախարարության մեջ այսպես կնքված որպես պայմանավորություն է, որ ազգային պարկի աշխատակիցները պիտի գնան դպրոցներ ներկայացնեն, որ այս մարզում եւ այլն։ Մենք շրջում ենք շատ դպրոցներում, ցավոք սրտի, անգամ շատ ուսուցիչներ, չգիտեմ, որ մեր մարզում մեր գտիտա, կոպիտ ասեմ, հա, մոտավորապես մի ժամվա ճանապարհով կարելի է հասնել այնտեղ։ Այսպես մեծ զբոսաշրջային ուղղություն կա։ Ու ես զարմանում եմ, որ մեր քաղաքում, մեր մարզում շատ-շատերն անգամ չեն լսել անունը, ինչ որ մի անհատ Նիդերլանդներից կամ Բելգիայից կամ Ֆրանսիայից, չգիտեմ, այս 2 տարիների ընթացքում ինչ աշխատում գրեթե բոլոր երկրների անձնագրերը տեսել եմ։ Բացի հայկականից։ Այո, մեծ մասը, այո, ցավոք սրտի։ Եվ ցավոք սրտի, կարծում եմ, որ Շիրակի մարզի չբացահայտված զբոսաշրջային ուղղությունը քանզը դա Արպիլիջն է, ու կարծում եմ, որ մենք Արպիլիջում բավական ծառայություններ ունենք, նաև էքստրեմալ туриզմի հետ կապված, հա, ու կարծում եմ, որ յուրաքանչյուր մեկը տարբեր մարդիկ տարբեր ցանկություններ ունեն, չէ՞, ու կարծում եմ, որ այդ տարբեր ցանկություններ ունեցող մարդկանց կարելի է բավարարել, յուրաքանչյուրն իր համար ինչ-որ բան կգտնի։ Այսինքն էլի գալիս ենք այն մտքին, որ պետք է ակտիվ գովազդել կամ անընդհատ ինֆորմացիայի հոսք ապահովել, միշտ ասել, որ մենք կանք, եկեք, մենք պատրաստ ենք ձեզ ընդունելու։ Այո, եւ մի հատ շատ մեծ խնդիր կա, որ ցանկանամ նշել, որն արդեն ինձ թվում է արդեն համայնքային չէ, արդեն մի քիչ ավելի բարձր աստիճանի խնդիր է, ցանկանամ որպես խնդրանք, հորդոր դիմել զբոսաշրջային կոմիտեին, ցանկանամ դիմել նաեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, կառավարությանը, որ մենք նաեւ ճանապարհային սպասարկման բավականին մեծ խնդիր ունենք։ Շատ ճանապարհներ գրունտային են, ճիշտ է, անցանելի են, շատ զբոսաշրջիկներ բայց վախենում են մտքից, որ իրենք կարդում են, տեսնում են, որ ասում են ճանապարհի կեսը օրինակ չգիտեմ 30 կիլոմետր ինքը գրունտային է։ Իրենք չգիտեն այդ գրունտային ճանապարհը ամեն օր հարտեցվում է։ Ես բան չունեմ ասելու, բայց շատ զբոսաշրջիկներ միայն կարդում են այդ միտքը, որ ճանապարհը մի մասը գրունտային է, ու իրենք հրաժարվում են գալ։ Ու այդ միայն Արպիլիջի համար չեմ ասում։ Շատ համայնքներում
շատ զբոսաշրջային կարևորության նշանակություն ունեցող օբյեկտներ հասնելը այսօր բավականին անանցանելի է։ Զուտ ճանապարհների ոչ չասեմ զուտ, բայց դա նաև պատճառներից մեկն է, մեծ պատճառներից խնդիրներից մեկն է, որը ստիպում է ես իմ 2025 թվականի վերջին տուրը որ ունեցա Կիպրոսից ժամանած զբոսաշրջիկների հետ էր իրեն ցանկությունը առաջին օրը ես իրեն ցույց տվեցի Գյումրիին, երկրորդ օրը մենք պետք է գնայինք Արփիլիջ, Արփիլիջից պետք է մենք գնայինք Թրշկանի ջրվեժ։ Գյումրիում ամեն ինչ հրաշալի էր, մինչև Ամասիա հասանք, Ամասիայից հետո արդեն իրս մտահոգությունը սկսվեց։ Ու ասեմ, որ մենք Թրշկանից հետ գալուց մեր մեքենան բավականին չասեմ սովորական մեքենա էր, ջիփ տեսակի մեքենաներից էր, ամենագնաց էր, այո, ամենագնաց էր, ու ամենագնացի անիվը պատրվեց։ Հա, ամենագնացի անիվը պատրվեց, ու այդ ամենագնացի անիվը պատրվեց, ասեմ, որ հենց գյուղի մոտ, հենց սովորական ճանապարհի վրա, այնպես չի որ հա, պայմաններ։ Հա, ասած չասեմ, այն շատ դժվար տեղերը մենք գնացինք, որ մենք մի երկու ժամ սպասեցինք, մինչև եկանք, փոխեցինք, մենք մեր միջոցներով իհարկե, քանի որ մենք ենք կազմակերպիչներ, մենք ենք պատասխանատու, բայց ամենայնիվ Թրշկանի ջրվեժ հասնելը այդքան էլ հեշտ չի, մինչև փոխեցինք, մինչև արեցինք այդ ամեն ինչը մի երկու ժամ տևեց, հետո ուրիշ մեքենայով իրենց բերեցի, ճիշտ է, մինչև հիմա կապի հետ եմ, կապի մեջ եմ անձանց հետ գրում են, ինձ հարցում են ինչպես է ոծր, անիվներում էլ խնդիր չկա, բայց ճիշտ է, ամենայնիվ փորձեցինք մենք այդ իրավիճակը կարգավորել, հա, ինչ որ այո, հա, բայց հետո որ ես հետ եմ նայում, զգում եմ, որ ամենայնիվ ես փորձում եի ինչքան հնարավոր, ինչքան իմ ուժերի սահմաններում է ներկայացնել զբոսաշրջային պրոդուկտը ճիշտ ներկայացնել մարզը պետությունը, հա, բայց շատ բաներ կան, որ նաև ինձանից կախված չեն, ու այդ ինցիդենտը դեպքը, հա, բավականին ինձ մտածելու տեղ տվեց ու գտնում եմ դա արդեն ինձանից կախված չէ, ինչքան էլ ես զբոսաշրջային ոլորտի գիգանտ դառնամ, հա, այսպես ասեմ, մեծ կապերով, մեծ հնարավորություններով, մեծ ֆինանսներով, ես միևնույն է ճանապարհ սարքել չեմ կարող։ Դրա համար թե ցանկություն, թե հորդոր, թե խնդրանք, որ այս հարցը, եթե ինչ որ մեկը պետական, հա, մարմիններից, կառավարության մարմիններից մեր հարցազրույցը գնայի, խոսքես ռոզիզն դարձնի։ Վերանորոգեք Արփիի ճանապարհը, Արփիի տանող ճանապարհը։ Ոչ միայն համայնքներ ճանապարհին։ Համայնքներից խոսեցինք, նաև պատմությունից այդ զավեշտալի հատվածը, ու այսպիսի հարց առաջացավ ինձ մոտ։ Արդյոք ներկայումս Շիրակի մարզի համայնքները, գյուղական համայնքները պատրաստ են տուրիստներ ընդունելու։ Հարցը մտածելու տեղիք է տալիս։ Օրինակ տեսեք ճանապարհին անիվը ենթադրենք պատրվեց, ու այնտեղ մի քանի գյուղական համայնքներ կան, չէ՞, ճանապարհին, ի՞նչն է խանգարում նրանց տուրիստներին ենթադրենք ինչ որ ժամանակով զբաղեցնելու կամ ինչ որ հետաքրքիր փորձառություն առաջարկելու, մինչև որ այդ անիվի հարցերը կլուծվեն օրինակի համար։ Համայնքների փոխարեն պատասխանել մի քիչ դժվար կլինի, կարող եմ զուտ որպես կողքից կարծիք արտահայտել, եթե կարելի է հրաշան հարցից մի քիչ խուսափելով, որովհետև կարծում եմ, որ եթե հարցին ես պատասխանեմ իմ տեսանկյունից, հնարավոր է ինչ-որ մեկը նեղանա, դրա համար ես իմ կարծիքը կարտահայտեմ գյուղերում շատ գյուղերում այսօր Շիրակի մարզի, հա, հիմնականում կան շատ զբոսաշրջային չօգտագործված ռեսուրսներ։ Չեմ կարող ասել ինչով է դա պայմանավորված։ Միգուցե չգիտեն, միգուցե ալարում են, չգիտեմ, միգուցե գտնում են, որ ինքը չի բերի, հա, այն ցանկալի արդյունքը, որ իրենք են ուզում, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց շատ դեպքերում դա ռեսուրսը օգտագործված չէ։ Ու ամեն ինչը բարդել պետության վրա մի քիչ այս դեպքում սխալ եմ գտնում։ Շատ այսօր, չգիտեմ, միակողմանի չպետք է լինի։ Այո, վերցնենք ամենամոտիկ գյուղերից, չգիտեմ, Ազատանում ապրող գյուղացին ամենաառաջինը Ազատանը այդ գյուղացունն է։ Հետո նոր, չգիտեմ, Գյումրեցունը, հետո նոր Շիրակի մարզինը, հետո նոր պետությանը։ Թողել ինքդ քեզ, հետո նոր արդեն պետությունը ու աշխարհը։ Այո, պետության տեսանկյունից խորհուրդ կտամ, որ շատ-շատերը երևի չգիտեն, սովորեցնեն, հա, ինչ որ ծեվի փորձեն մարդկանց հասցնել են գաղափարը, որ դուք այս ռեսուրսն ունեն ու այս ռեսուրսը կարող է ձեզ հասցնել այս ինչ ֆինանսական կայունությանը կամ այս ինչ նպատակի կարող է ձեզ հասցնել, կարող եք օգտագործել, հնարավոր է։
Բայց շատ դեպքերում նաև ես ինձ հակադարձեմ, որ շատ համասարաններում թե Երևանում, թե Գյումրիում, չգիտեմ, թե առասարակ Հայաստանում հայտնի համասարաններում սովորող ուսանողների մեծ մասը դրանք գյուղերից են։ Իմ կուրսեցիները իմ համասարանում սովորած ուսանողների մեծ մասը եղել են տարբեր գյուղերից ու կարծում եմ, որ իրենք ամենաառաջին են գիտակցում այդ համապատասխան գիտելիքը իրենց տրվում է, զուտ արդեն մի քիչ իրենցից է կախված, թե իրենք ինչպես են մտածում։ Ես իմ օրինակով կարող եմ ասեմ, որ ես մի օր չզարթնեցի, ինձ մի օր մեկ քաղաքապետարանը չզանգեց, չասեց, գիտեք ինչ կա, եկեք զբոսաշրջությունում գնացեք, սովորեք, որ աշխատեք արփիում կամ բացեք ձեր, չգիտեմ, ձեզ հնարավորություն ենք տալիս, խնդրեմ մեզ զբոսաշրջային կազմակերպությունը, անունը դրեք ինչ որ ուզում եք ու աշխատեք, չէ։ Բավականին ինքը բարդ ու ժամանակատար process է ու նույնը կարող եմ խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր գնային ինձ այսօր, ու կարող ինչ որ չափորեն խոսք իրենց focus շնչել, աշխատեք, ճիշտ գնահատեք ձեր ռեսուրսը։ Այսօր մենք ապրում ենք այնպիսի տարում, որ հասանելիությունը բավականին մեծ է։ Իմ հասակակիցները ու ինձանից մեծերը, տարիքով կփաստեն այն մասին, որ այն ժամանակ, երբ որ մենք սովորում էինք, այն ժամանակ, երբ որ մենք ենք փորձում առաջին քայլեր անել, այսքան հասանելիություն ու այսքան տեղեկատվություն, հասանելիություն չկար։ Ես հիշում եմ, որ ես երեխայի ինչ որ դպրոցում եմ սովորում, ինչ որ հանրագիտարանները չէ, մեր Google-ը այո, մեր հանրագիտարանները, մեր Google-ները այսօր երեխաներին են կան հնարավորությունները տրված անգամ ամենապարզ հեռախոսում, ամենաթեթև հեռախոսում կան այն պայմանները, որ կարող ես յուրաքանչյուր ինֆորմացիայի շատ հանգիստ հասանելիություն ունենալ, ստեղծել տարբեր վիդեոներ, նկարներ, արհեստական բանականություն, այսօր դարձել է ամեն ինչի մեջ գործիք, ու կարծում եմ, որ եթե կարողանան գործիքը պետք նախ իմ այն թեավոր խոսքերից մեկը, որ միշտ ասում պետք է գործիք ու միջոց իրար ճիշտ իմ ուսանողներն էլ աշխատում եմ նաև Եվրոպական համալսարանի Գյումրի մասնաճյուղում որպես անգլերեն լեզվի դասախոս ու միշտ ուսանողներից երեխաներից ասում եմ, որ միշտ կարողացեք տարբերել գործիքը միջոցից։ Եթե ինչ-որ բանից օգտվում եք, օգտագործեք իրեն որպես գործիք, ոչ թե միջոց։ Ու այդ նաև մեր հեռուստալսողներին փոխանցում եմ իմ խոսքը, որ նման երիտասարդներին են, որ ուժը իրենցն է, ձեր հնարավորությունը իրենցն է, անգամ որ կրթատասիրակչական դասընթացներ են գնում դպրոցներում, ասում են, որ երեխաներ չեն, դուք եք ավելի շատ ամեն ինչ ավելի շատ ձեր ձեռքերում է, քան մեր։ Ճիշտ է, ջահել ենք, բան չունեմ ասելու, դեռ այդքան էլ մեծ տարիք չունենք, բայց ամենայնիվ գնահատելով այն, որ ինքը անընդհատ յուրաքանչյուր ոլորտ փոփոխում է ու միշտ ձգտում են ավելի նորմ, թարմ կադրեր, ձեր հնարավորությունն ավելի շատ է, եւ դրա համար ինչպես ժամանակին ես եմ փոխարինել կամ ինձ էլ գալու են փոխարինելու ավելի թարմ, ավելի նոր, ավելի լավ պատրաստված կադրը ու կարծում եմ, որ այդ շատ ճոդով կլինի բոլորի համար։ Դից պատճառով խորհուրդ եմ տալիս, որ ճիշտ գնահատեն իրենց եղած գործիքները ու ճիշտ օգտագործեն։ Մեր մարդ թաքնված գանձ է։ Շնորհակալություն շատ Հրանտ ջան հետաքրքիր զրույցի համար ու մենք մեր ծրագրի վերջում, մենք յուրաքանչյուր թողարկման վերջում փոքրիկ չելենջ ունենք։ Յուրաքանչյուր հյուր թողնում է 3 հարց։ Պետք է պատասխանի մեր այսօրվա հյուրը, տվյալ դեպքում դուք, ու դուք 3 հատ հարց կթողնեք մեր հաջորդ հյուրի համար։ Եվ այսպես մեր նախորդ հյուրը Հասմիկ Տեր-Պետրոսյան, ով հարցնում է, թե ինչն է ձեզ գրավում, ինչն եք սիրում այսօր մեր գյուղերում, ինչպես հասկացա, դուք քաղաքաբնակ եք։ Այո, քաղաքաբնակ եմ։ Բայց ինչն եք դուք սիրում գյուղերում, ինչն է ձեզ դուրս գալիս կամ ինչն է ձեզ ձգում մեր համայնքներում այսօր։ Շնորհակալություն Հասմիկին հարցի համար։ Առհասարակ ասեմ, որ այն մանկության ամենաջերմ հիշողությունները, որոնք իմ մեջ տպավորվել են, այդ գյուղում, որ հյուր եմ գնացել, չգիտեմ, արձակուրդներին համառային։ Գնացել եմ իմ բարեկամների շատ մոտ ազգակակիցների տուն բավականին մնացել եմ։ Իրենց այդ ջերմ ամենահիշողությունները կապված են, անգամ հիշում եմ, որ մեր տատիկի հետ պատրաստած ուտելիքները, իրենց համը, հոտը, չգիտեմ, այսօր չգիտեմ ինչպես է գրական լեզվում ասում, բայց մենք ասում էինք ճմուր, այդ որ այդ յուղ պատրաստելու, այո, այդ process-ը հիշում եմ, այդ ու նաև այսօր ճմուրը հերուչ գնանք ինքը կարող է դիտարկվել որպես բրենդային ինչ-որ շտակշիռ սնունդ, որը կարելի է օգտագործել գյուղերում։
Այո, ինչու՞ չէ, մարդիկ անում են տոլմայի փառատոն, անում են ղափամայի փառատոն, չէ, շատ գովելի է, կարող ինչու՞ չէ, նաև ճումուրի փառատոն, ինչու՞ չէ, շատ ինքը հասանելի գաղափար է։ Նաև գյուղում ապրած մարդկանց պարզությունն է շատ գալիս ու այդ ասեմ որ պատմեցի այդ մեքենայի հետ կապված խնդիրը որ եղավ, բայց գյուղացիները հասան օգնեցին ամեն մեկ անգամ հրավիրում էր իր տուն, այդ մարդկային այդ պարզությունը այո, արժեքները հա բավականին գրավում են ու սիրում եմ ու միշտ ցանկացել եմ որ եթե բավականաչափ ֆինանսական միջոցներ ունենամ, ապա գյուղում երկրորդ տուն ունենամ, որ կարողանամ ես ինձ համար գնամ թեկուզ մի շաբաթ այնտեղ մնամ կամ դու կարծես թե պատասխանեցիր իմ երկրորդ հարցին, թե ինչու չեք տեղափոխվում գյուղ, եթե քաղաքաբնակ եք։ Գիտես ինչու չեմ տեղափոխվում, եթե դու ուզում ես գյուղում ապրել, գյուղում մնալ, դու պետք է այնտեղ ծնվես։ Հա, գիտեք ինչի, որովհետև երբ որ դու այնտեղ ես ծնվում, դու այդ ամեն ինչի մեջ մեծանում ես, քեզ համար այդ ամեն ինչը հասանելի է դառնում։ Ինձ համար այդ ամեն ինչը սուտ հետաքրքիր էր։ Մինչև հիմա հետաքրքիր է, ես սիրում եմ ասացել, գրեթե գյուղական ինչ գործ կա, որ անում են գյուղացիները, հետներն ամեն ինչ արել եմ։ Ոչ մի բանից շատ քաղաքաբնակներ ունեք իրենց համար դա շատ խորտ է, չէ՞, ես միշտ ասել եմ անգամ դեպքերում որ չեն կանչել, ասել եմ ես ուզում եմ անեմ, ես ուզում եմ փորձեմ ես ինչպես է լինում, անգամ քերակնոջս հետ կարակ եմ հարել, չգիտենալով որ այդ կարակ հարելու միջոց է ինձ թվացել է դա ինչ որ խաղալու է, ինչ որ բան է, խաղացել եմ այնքան եմ պտտել, որ հետո ինքը այդ կաթը կարակ է դարձել, չեմ գիտեցել, հա, սիրում եմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ կարծում որ ես հիմա աշխատում եմ դրանք Արփիլ Ժազգային պարկում, Եվրոպական համալսարանում կամ որպես անհանց զբոսաշրջային գործունեություն ծավալող անձ, ես այդ ամեն ինչը կարողանամ այդքան իրար հետ փոխկապակցված աշխատեցվել նաև գյուղում։ Եթե գյուղում աշխատեմ, պիտի ինչ-որ գյուղական կոնկրետ գործունեությամբ զբաղվում, որ կարողանամ այնտեղ ապրել։ Ու երրորդ հարցը, ինչ կփոխեր այսօր գյուղական համայնքներում։ Ինչ կփոխեի։ Ենթադրենք վարչապետն ես կամ չգիտեմ շատ հարուստ անձնավորություն, ով հնարավորություն ունի գյուղում ինչ-որ բան փոխելու, ինչ կփոխեի։ Շատ բաներ կցանկանայի փոխել, Հրաչ ջան։ Ամենաառաջինը, հա, ամենաառաջինը ես այդ ճանապարհների հարցով կզբաղվեի, ամենաառաջինը, ու երկրորդը կցանկանայի կամ գյուղին մոտիկ, կամ գյուղում թեկուս այնպիսի մի օբյեկտներ ստեղծվել, այնպիսի մի օբյեկտ ստեղծել, որ գյուղացուն պահեր գյուղում։ Շատ ցավոտ թեմա է, այսօր որ գյուղերից մարդիկ գնում են գալիս են քաղաքից գնում են մյուս քաղաք, այո, թերևս մենք ապրում ենք Գյումրիում, բայց Գյումրիում այդ խնդիրը կա։ Հա, շատերը գնում են Երևան, անգամ իմ դասարանցիները սովորել են Պալատոն ավագ դպրոցում, բավականին մեծ դպրոց էր, բավականին մեծ դասարաններով, դասընկերներ, մեծ մասը գնացել են Երևան ու չեն եկել։ Ու մնաց կան գյուղեր։ Այո, ու մնաց որ կան գյուղեր ու այդ պատճառով շատ գյուղացիներ գնում են գալիս են Գյումրի, Գյումրիից Երևան, շատերը գնում են Երևան ու էլ չեն հետ գալիս։ Դրա համար ես ուզում եմ որ մենք ոչ մի բանով չենք զիջում։ Մենք ունենք բոլոր հեռանկարներն, այլ ինչ որտեղ ավելի շատ ու կարծում եմ որ եթե համապատասխան ինչ որ օբյեկտներ ստեղծվեն, դժվարն եմ ասել թե ինչպեսի, բայց ինձ թվում է ոլորտի մասնագետների մտքերն ավելի լավ կպարզաբանեն, հա կհասկանան ինչպեսի օբյեկտներ որ պահեն կամ մոտիկ կամ հենց գյուղում շատ լավ կլինի գյուղացին կմնա, անգամ ես էլ կարող եմ ինձ նման ինչ որ մեկով գյուղ սիրում է, ինքը կարող անգամ հետ տեղափոխվել գյուղ, այնտեղ տուն գնել, ինչու՞ չէ։ Հետաքրքիր պատասխաններ են իրականում Հրանտ ջան։ Եվ 3 հարց ձեր կողմից մեր հաջորդ հյուրին։ Գյուղական կյանքի տեղական ակտիվ խմբի կամ մարզի ընդհանրապես ինչ հարց որ ուզում եք կարող եք հանգիստ ուղղել։ Հաջորդ հյուրին ամենաառաջին հարցը կլինի թե արդյոք ինքը գիտի Արփիլ Ժազգային պարկի մասին ու այցելել է երբևէ։ Երկրորդ հարցս կլինի թե տեղյակ է որ գյուղերում պատմամշակութային կոմպոնենտը բավականին մեծ է, բայց բացահայտված չէ, ու իր գիտեցած այդ ամենամեծ չբացահայտված անկյունը որն է, չբացահայտված անկյունը որն է հետաքրքիր է։ Ու երրորդը կցանկանամ լսել իր փոքրիկ տեսլականը, թե ինչ կցանկանար փոխել կամ ինչ կցանկանալ ներդնել Շիրակի մարզում կամ համայնքների կյանքում զբոսաշրջության զարգացման համար։
Շնորհակալություն շատ Հրանտ ջան հետաքրքիր զրույցի համար։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա թողարկումը, սիրելի հետևորդներ, մենք նաև փորձեցինք բացահայտել Շիրակի մարզի գաղտնի ու թաքնված զբոսաշրջային պոտենցիալը։ Ձեզ հետ կրկին ես էի, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ընթացքում։